Ուկրաինական անօթաչուները գիշերը հարվածել են Վայլդբերիսի ևս մեկ պահեստի, այս անգամ Պենզայի մարզում։ Պենզայի մարզպետը հայտնել է, մեկ մարդ վիրավորվել է, նրա տվյալով լոգիստիկ կենտրոնի մոտ 200 աշխատակից տարհանվել է, պահեստի տարածքում հրդեհ է բռնկվել։ Վայլդբերիսի մի պահեստ էլ Ուկրաինայի սահմանից 1200 կիլոմետր հեռու Սարապուլ քաղաքում է թիրախավորվել։ Ընկերության ներկայացուցչի խոսքով աշխատակիցները նախապես տարհանվել էին։ Ուկրաինական տելեգրամ-ալիքները հաղորդում են նաև Կրասնոդարի վրա հարձակման մասին։ Թամանի նավահանգստին հասցված հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել նավթալցման խոշոր համալիրի տարածքում։ Գիշերը ռուսական հոպը 258 ուկրաինական դրոն է ոչնչացրել, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության։ Կրակի տակ են եղել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերը։ Ուկրաինան էլ հայտարարել է, որ Ռուսաստանի հրթիռակոծության եւ անօթաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով 13 զոհ ունի։ Առնվազն 30 վիրավոր կա Կիևում, Լվովում, Դնեպրոպետրովսկում, Պոլտավայում։ Ռուսական բանակն ամենածանր հարվածները հասցրել է Ուկրաինայի նախագահի ծննդավայր Կրիվոյ Ռոգին։ Ուկրաինական կողմի տվյալով այնտեղ 6 մարդ է զոհվել, այդ թվում 3 երեխա, 6-ամյա աղջիկ, 11 եւ 17 տարեկան տղաներ։ Զոհերի թիվը կարող է աճել, փրկարարները դեռ աշխատում են դեպքի վայրում։ Ուկրաինայի մայրաքաղաքում գիշերը ժամը 1-ից օդային տագնապի ազդանշաններ են միացել, լսվել են պայթյունների ձայներ։ 5 հարկանի չբնակեցված շենք, ավտոկայանատեղի ու շուկա է հրդեհվել։ Լվովում ռուսական հրթիռների հարվածից վնասվել է 2 շենք, հայտնել են ուկրաինական աղբյուրները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ուկրաինայի ռազմական օբյեկտներին հասցրած հարվածների մասին է տեղեկացրել։ Կիևում, Լվովում, Ռովնոյում թիրախավորվել են ռազմական օդանավակայաններ եւ ռազմաարդյունաբերական կենտրոններ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալով մինչև լուսաբաց շարունակվել են հարձակումները Թիրկոն, Շահեդ եւ Իտալմաս անօթաչուներով։ Նաեւ Իսկանդեր է գործի դրել ռուսական բանակը։ Կիևը վստահեցրել է, որ 358 անօթաչուներից ու հրթիռներից 320-ը որսացել է։ Մարիամ Ամիրջանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։